ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի 32-ամյա հակամարտության կարգավորումը ձեռք է բերվել 1 ժամվա ընթացքում։ Այս մասին նա ասել է Եգիպտոսի Շարմ el-Շեյխում Գազայի հատվածում խաղաղության հաստատման գագաթնաժողովի ժամանակ։ Դուք դեռ յոլա եք գրում, չէ՞։ Մենք պայքարում ենք 32 տարի եւ մոտ 1 ժամվա ընթացքում հաշտվեցիք, այնպես չէ՞։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այստեղ գտնվելու համար, դիմել է Թրամփը Փաշինյանին եւ Ալիևին։ Եգիպտոսում կայացած գագաթնաժողովում Թրամփը պայմանագիր է ստորագրել Գազայի հատվածի հակամարտության դադարեցման մասին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի եւ եզրափակիչ մասի ընթերցումից հետո Հայաստանի արժեպատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի մոտ տպավորություն է, եթե այն Նիկոլ Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է։ Այն տերմինաբանությունն ու համայն աշխարհին ուղղված մեղադրանքները, պիտակավորումները, որոնք արտացոլում են զեկույցում, այս տարիներին հնչեցվել ու տեղ են գտել Փաշինյանի եւ նրան պատկանող մի քանի լրատվամիջոցների բառապաշարում։ Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը հավելելով. «Պարզ է, թե ինչու այն չի հրապարակվել»։ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը Բաքվում եռակողմ հանդիպումից հետո ընդունված կոմունիկեի համաձայն կաշխատեն հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է 10-ը, հողմանելով փաստաթղթին։ Ընդգծվել է միջազգային հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մինչև 15 միլիոն տոննա հասցնելու եւ բեռնափոխադրումների շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ասում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետերի եւ Իրանի ճանապարհների նախարարի կողմից ստորագրված փաստաթղթում։ Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի զենքի վաճառքի էմբարգոն արգելքը։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաունթին։ Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում գրանցված զգալի առաջընթացը եւ նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնում վերջերս կայացած գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան կարծում է, որ ԵԱՀԿ կողմից 1992 թվականին առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած տրամաբանությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի եւ զինամթերքի բոլոր մատակարանների վերաբերյալ օրենքը վերացվել է, հայտարարել է Պաշտոնյան։ Նրա խոսքով այս որոշումը հնարավորություն կտա առավել զարգացնել Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի միջև գործընկերությունը պաշտպանության եւ անվտանգային համատեքստում։